Գիտեք, որքանով որ ես ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, որքանով ճանաչում եմ իր ներդրումը առհասարակ եւ Հայաստանում եւ Արցախում եւ նաեւ դրսում, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք Հայաստանի եւ Արցախի մասին, նաեւ արտերկրում էլ Սամվել Կարապետյան արել է ներդրումներ, որոնք ուղղված են եղել դրսում գործող հայկական համայնքների, հայկական կազմակերպությունների կամ հայ առաքելական եկեղեցու թեմերի գործունեությանը եւ այս պարագայում ես իրեն այս ողջ ընթացքում ճանաչել եմ մարդու, ով որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մշտապես սատար է կանգնել առհասարակ հայկական շահերի առաջ մղմանը, այդ թվում նաև իր սատարումը բերել տարբեր ծրագրերով նաև հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ Հիմա Սամվել Կարապետյանը հայաստանյան ներքաղաքական դաշտում ուղղակի կամ անուղղակի ձևով ներկայացված չի եղել եւ կարծում եմ, որ նրա արտահայտությունը այստեղ բխում է բացառապես նրա որպես հեղինակություն ունեցող անձի, ով փորձել է իր ներդրումը բերել այս իրավիճակի հանգուցալուծման հարցում։ Իսկ խորքային առումով թե դրա տակ ինչ կա, ես կարծում եմ սրա մասին որևէ առիթով խոսեն մարդիկ, ովքեր կամ ներկայացնում են Սամվել Կարապետյանի մոտեցումները կամ միգուցե ինքը որևէ առիթով շատ ավելի բացվածքով այս թեմայի հետ կապած անհրաժեշտ հստակեցումներ կմտցնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։